Այսքան մեծ թվով քաղբանտարկյալ մեկ էլ երբեք հիշում, որ եղած լինի Հայաստանում։ Արդար համարում եք մարդկանց քաղաքական հայացքների համար կալանավորելը։ Իհարկե ճիշտ չի։ Բայց դե դուսակալի, որ այդ մարդկանց այլ հանցանքների համար ենք կալանավորել։ Չեն ասում, մենք քաղբանտարկյալ չունենք։ Սուրբ երկիր աստեղից քաղբանտարկյալ։ Դու ոչ մեկը իրավունք չունեք անձնական կարծիք ունենալու։ Հասկանում ես կամ արտահայտելու։ Այդ բոլորը որ նստած են տերտերները պանակ, բան են անում։ Արդարություն են պանջում ուժերը չի տան, կողմը պանանում։ Բանդարկը արդարություն են պանջում դրա համար, ով մեղ չունեն ասել ամեղ որսրեմ։ Հասկանալի է։ Ուզում են քաղաքական են սարքում, ուզում են քրեական են սարքում։ Սա Սարքոյի գործը։ Չէ, դե չի ասի, որ ճիշտ աղջիկ ջան։ Բանդատյաններ ենքան կան, որ ամեղ, ուղակի, խեղճ, անօգնական, կամ գլխին սարքել են, շատ ընենց կան, որ սամսեմ ամեղ են։ Իհարկե, ճիշտ չի։ Ճիշտ չի, կամ դա երկար պահի լմանաբանդ, հա էլի կա, ամեն ինչին չափ կա։ Եթե նորմալ մարդը ոնց կարա լավ վերաբերվի, այդ ինչ հարց եք տալի։ Պարզա որ բացասական վերաբերմունք ունեմ եւ ձեզ մի բան ասեմ, կարողա գա մի օր, որ ասենք Հայաստանում 3 միլիոն քաղբանտարկյալ լինի, մի հոգի դուսը լինի, ուղղակի ասենք ինքը մենակ 3 միլիոնի չի կարա բռնի, էլի դրա համար։ Ասենք եթե այսօր 3 միլիոն չի, ասենք 40 քաղբանտարկյալն է, դա մենակ մի պատճառով, որ այդ մարդը մենակով չի կարող բռնի, ասենք 3 միլիոնի։ Բա խիչ են իրանք իրար դադամ, խիչ են իրանք իրար փագամ, որպես քաղբանտարկյալ, սաղ էլ կլիա ուզնիգ են։ Դե թողեց ան իրար փագեն էլի, քանի օկու պոչից ֆռնեց, բա ասես Վլադիմիր Գասպարյանին կա փագեմ, բա խիչի փագեց, կամ մեր են բանին, Նեմեց Ռուբոյին, կամ Ծառուկյանին, սաղել իրան ասին, բերջի բարերն ասին, սա ովա որ մեզ կպնի, ասինքա ուժը պատում է, ինքը տրորում է, կես քաղբանտարկյալներին չի է փագում, որ աշխարհին ցույց տա այնքան արդար են որ գրագ այդ մարդկանց էլ կարան փագեն, անդիմադիր էլ կարան փագեն, ասինքա իբար իրանց համար մարդիկ պատժով դի պատժի սուտա զտնում են իրանք, ով իրանք զգացին մեկը հզորա կարողակա ցենք պաշտոնի ու իրանքցի նախինների օրը որ ցենք լիսկաթափի ասիլափեր մուծվի, ոնց է դու ասում խոսումներ տվեր կարմիր գիծ կամերա պարկեր չի լելու հող չենք տալու մի թես չկա սորեկիլ ես Հայաստան դες մի համիգեն մի չանց կար Ինձ համար տարբերություն չկա քաղաքական կլի թե անքաղաքական կլի եթե մարդը նորմալ մարդ է դու ոնց կարաս նրա անվան հետ խաղաս կամ ասենք նրա հասարակական դիրքը չարաշային հասարակության մեջ նաշից գցեն եւ այլ ես ոչ մի բանը չեմ ընդունում նրա ասֆալտը բան չի որոշվում Անարխիա վիճակ է եթե մի բան ասում ես անպայման դրա համար ուզում ես չտնել պատասխան ես տալիս